Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 19-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այսօրը։ Գնայինք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին մայիսի 19-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը օձեր կան, բամբասանք, չար լեզուներ, չար խոսակցություններ, գուցե նաև ազդում են ձեզ վրա այդ խոսակցությունները, նեղվում եք, այստեղ ինչ-որ մի բան ձեզ ցավ է տալիս, միգուցե այդ խոսակցություններն են։ Նաև այդ օրը սպասելու եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, հանդիպում ունեք ձեր ընկերոջ հետ, ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, միգուցե իրեն եք սպասելու օրվա ընթացքում։ Կարող է դա է ցույց տալիս, նաև նվեր կստանաք կամ դուք կնվիրեք որևէ մի բան, նաև դա ծաղիկ է, նաև դա քաղցրավենիք է, եւ տատանվում եք, ծանոթ թեթև կանեք որևէ հարցեր, ինչ-որ մի բան ձեզ կարող է տանջում է, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 19-ին։ Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերին է վերաբերվում։ Այդ օրը ունեք գաղտնի
թաքուն սիրավեպ ունեք, թաքուն գործողություններ, նաև որոցը մի բան ձեր ձեռքից բաց կթողնեք, հրավերք, առիթի կամ ձեր առիթն է կամ դուք կհրավիրեք մարդկանց, գաղտնիք կբացահայտվի այդ օրը, որևիցե հարցում հաղթանակած դուրս կգաք, ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվելու, շատ սեր, 4 կողմից կստանաք, նաև կարող եք սիրահարվել, սիրոխոստովանություն անել, ստանալ, հարազատների շրջապատում լինել, ոմանց մոտ ինտիմ հարաբերություններ այդ օրը, ոմանք ավելի շուտ կպարկեն քնելու կամ օրվա ընթացքում կարող ցանկանաք ուղղակի պարկեն հանգստանալ։ Հանդիպում ունեք այդ օրը, այստեղ օձերի հետ կարող եք վիճել, ճանապարհի հետ է կապված կամ ճանապարհին է դա, ինչ-որ մեկին եք տեսնում այնտեղ, սկսում եք վիճել իրենց հետ, կամ ճանապարհի համար է սա, կամ գալիս են նման մարդիկ ձեզ մոտ եւ վիճում եք իրար հետ, կամ տուն եք մաքրում, գիտեք, որ տեսակ տենց օձավարի բնավորություն ունեն, տուն եք մաքրում, որ կան ամեն ինչ նորմալ երևա։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին մայիսի 19-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ օձեր կարող են գալ, կամ օձերի հետ կարող եք ճանապարհ գնալ, կամ լսեք, որ այդ ճանապարհների հետ կապված բամբասանք կա ձեր հասցեին, ինչ-որ մարդիկ խոսում են, ինչ-որ բաների մասն է խոսում։ Նաև այդ օրը նամակագրական կապի մեջ կլինեք, փաստաթղթերը կդասավորեք, կքանդեք, գուցե տանում եք ինչ-որ տեղեր կամ ստանում եք փաստաթուղթ։ Եվ նաև դա փաթեթ է, կարող եք ստանալ։ Ոմանք կարող են սիրահարվել այդ օրը, ոմանք սիրոխոստովանություն անեն, ստանան սիրոխոստովանություն, շատ սեր ստանաք 4 կողմից, հարազատների շրջապատում լինեք, ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու այդ օրը, ոմանք նվեր կստանան, նվեր կտան դիմացինին կամ նվեր կգնեք ուղղակի դեռևս, հանկարծակի լուր կստանաք, նաև հաղթանակած դուրս կգաք որևիցե հարցում, շատ կարևոր հարցում, եւ ուշադրություն պետք է դարձնեք ձեր առողջությանը կամ նման կենտրոն կարող եք այցելել։ Բավականին շատ իրադարձություններ կան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։
Ինչ է սպասվում նապաստակների մայիսի 19-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը գաղտնիք կբացահայտվի, նաև հաջողություն կունենաք ձեր գործերում, ձեր բիզնեսում, այն ինչ որ անեք այդ օրը հաջողություն կունենաք, հանդիպում ինչ որ մեկի հետ եւ կհանդիպեք ինչ որ մեկի հետ եւ կվերջացնեք ինչ որ գործեր։ Միասին ոչ վերջնական լուծում կտաք ինչ որ հարցին։ Եվ օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Ընդհանրապես ամեն ինչն է ձեզանից կախված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին մայիսի 19-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև հրավերք ունեք, որի առիթի կամ այդ ցանկությունները, որ կատարվում են, դուք եք առիթ ստեղծում եւ մարդկանց հրավիրում։ Օձեր կամ բամբասանք, նախանձմարդիկ, չար խոսակցություններ եւ սուտ կա նաև այդ օրը։ Միգուցե ստից է, ստի պատճառով է, որ այդ օրը ինչ որ մի բան ձեզ ցավեցնում է։ Միգուցե մեկ այլ բան է, բայց չեք տխրում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերի։ Ինչ է սպասվում օձերին մայիսի 19-ին։
Հարգելի օձեր, այդ օրը ուրախ եք մի կողմից, մյուս կողմից ինչ-որ բան է ձեզ ցավեցնում։ Կարող եք տատանվել, ծանրութեթև անել, ընտրության առջև կարող եք կանգնած լինել եւ սպասում եք, ինչ-որ մեկին եք սպասում կամ ինչ-որ բանի, նաեւ օձեր կան, չար մարդիկ, չար վերաբերմունք, այդպես բամբասանքներ, միգուցե դա է ձեզ ցավեցնում։ Ինչ-որ բաներ չկար, ինչ-որ սպասում եք ավելի շատ մտքերի մեջ կամ սպասում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերի։ Ինչ է սպասվում ձերին մայիսի 19-ին։ Հարգելի ձեր, այդ օրը տան հետ կապված իրադարձություններ ունեք, նա օրը առիթ է, ձեր տանը կամ պետք է գնաք այդ առիթին, նաև տան հետ կապված հարցեր են, որոնցով որ կզբաղվեք այդ օրը։ Հրավերք, առիթի կամ դուք մարդկանց կհրավիրեք եւ այստեղ գումար եք ստանալու, բայց նաև սուտ կա։ Այստեղ պետք է լավ հաշվեք գումարը, կամ ասում են, որ փոխանցել են, բայց դեռ այդ պահին գումարը չեն փոխանցել, հետո կստանաք կամ ասածի չափով չեն տվել։ Եթե աշխատավարձ եք ստանում եւ ժամավճարը լավ հաշվարկեք, թե քանի ժամ եք աշխատել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին մայիսի 19-ին։ Հարգելի այծեր, այդ օրը հաջողություն կունենաք յուրաքանչյուր գործում այն ինչ որ կանեք, նաև կարող եք սիրահարվել, սիրո խոստովանություն ստանալ, անել, նաև ինչ որ մի բան է տեղի ունենում ձեզ հետ, որ յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կլինի դա, այդ ամսվա ինչ որ հարցեր, կամ նոր է սկսում դա, կամ ավարտվում է, եւ դրանից դուք ձեզ շատ լավ եք զգում։ Ձեզ համար շատ կարևոր է կամ որ ավարտվում է, կամ որ սկսվում է։ Սուտ կա այդ օրը, ուշադիր եղեք,
Ոչ բոլոր գործերը կհասցնեք այդ օրը ավարտել, նաև ոմանք ժամադրություն ունեն սիրային, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, եւ այստեղ կամ սկսում են բամբասել ձեր այդ հանդիպումից, եթե ժամադրություն է, կամ նաև նախանձ մարդիկ կան ձեր շրջապատում։ Միգուցե հարազատներն են չի բացառվում, որ նախանձում են, բայց նաև դա ուղղակի կարող է շատ եք հանդիպում ձեր հարազատների հետ միշտ, կամ այդ վերաբերմունքը մեկը մյուսի նկատմամբ դա չարություն է առաջացնում դիմացինի մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին մայիսի 19-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ուշադրություն պետք է դարձնեք ձեր առողջությանը, նաև հյուրեր կընդունեք կամ դուք կգնաք հյուր, հանդիպում, շփում ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ, հեռախոսազանգ կունենաք այդ օրը, սեղանի շուրջ կնստեք եւ ունեք գործնական հանդիպում կամ նաև գործնական խոսակցություն ինչ-որ մեկի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին մայիսի 19-ին։
Հարգելի ակաղներ, այդ օրը ինչ-որ գործեր, որոնք որ կմնան, կավարտեք, այդ օրը կվերջացնեք, ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, երջանիկ կլինեք, նաև սիրո խոստովանություն կարող ստանալ կամ սիրահարվել, կամ ձեզ կարող են սիրահարվել, ինչ-որ մի բան տեղի կունենա, որ նաև դուք ձեզ սիրված կզգաք։ Գործնական հանդիպում ունեք այդ օրը կամ գործնական խոսակցություն, յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, մի շտապեք ոչ մի հարցում եւ նաեւ կարող եք գնալ ինչ-որ միտեղ երկար մնալ։ Հույսով լցված եք, հույս դել եք ինչ-որ բանի վրա կամ ինչ-որ մեկի վրա եւ կամ հույսով սպասում եք եւ շուտ եք պարկելու քնելու կամ ավելի ուշ, նաեւ ոմանց համար սա ինտիմ հարաբերություններ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին մայիսի 19-ին։ Հարգելի շներ, այդ օրը ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան հանդիպում կամ շփում պետական աշխատողի հետ, նաև հարցազրույցի կարող եք գնալ եւ այլն, այն ինչ կապված է աշխատանքի հետ, միգուցե աշխատանքի մասն եք ուղղակի խոսում, քննարկում ինչ-որ մեկի հետ։ Այդ օրը նվեր կստանաք կամ դուք նվեր կտաք ոչ մարդկանց, հրավեր կառիթի, սեղանի շուրջ եք նստելու, հյուրեր կունենաք կամ դուք կգնաք հյուր, այստեղ հստակ ոչ առիթ է, միգուցե նաև աշխատանքին խոսում եք, որ շուտ դուրս գաք, աշխատանքի վայրում։ Գումար կստանաք այդ օրը, յուրաքանչյուր քայլ անելուց երկար մտածեք, մի շտապեք եւ սպասման մեջ եք լինելու։ Կսպասեք ինչ-որ մարդկանց կամ ինչ-որ բանի։ Դա այստեղ հստակ առիթի հոտ է գալիս, կամ ձեր տանն է, կամ պետք է գնաք։ Ինչ-որ մարդկանց մոտ կարող է ինչ-որ մի բան այստեղ լինի, բայց ոչ ամբողջությամբ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին մայիսի 19-ին։
Հարգելի վարազներ, այդ օրը հեռախոսազանգ կունենաք եւ այնտեղ ձեր ցանկությունները կատարվում են, այսինքն ինչ որ մի բան է, որ այդ հեռախոսազանգ կամ ուզում եք որ զանգեին, կամ այնտեղ ինչ որ մի բան են ասում, որը եւս էլի ձեր ցանկությամբ է։ Գաղտնիք կբացահայտվի այդ օրը, օձեր կան ձեր շրջապատում, նախանձ մարդիկ, չար մարդիկ, բամբասանքներ, հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, նաև սեղանի շուրջ եք նստելու, գումար կծախսեք կամ գումարի մասին կխոսեք կամ ինչ-որ բաներ եք վճարելու։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։